իր պոեմը շատ սիրուն է, քանի կգտարթան մի անգամ, կարող է երկու անգամ, կլսենք։ Հարցեր եթե լինեն ինչ-որ ֆրազաներ, որ չհասկանանք, ասեք։ Ես շատ կուզեի, որ դուք ուշադիր լինեիք լսելուց, բայց մի մտածեք հասկանալ պոեմը։ Հիշեք, հետո որ կարտը կբրճեցնի, հիշեք ինչ բառեր է մնում ձեր գլխում։ Ինչն է։ Բառերը ինչ պատկերներ են բերում ձեր աչքի առաջ։ Ինչի եմ ասում, որ արդեն դուք գիտեք process-ը ոնց է, մենք բառեր ենք դրելու ու հետո ցած նկարելու ենք։ Հիմա այս բանաստեղծությունը համար ստեղծել եք պատկեր։ Անելու ենք միասին իլյուստրացիա տարբեր։ Հենց այս process-ը։ Հասկացաք, Սաղը ուշադիր լսում են։ Լսում եք երեխեք։ Բանաստեղծությունը կոչվում է լռություն։ Հեղինակը Մարուշ Երամյանն է։ Աստղերեն իջած կինը անծանոթ չէր տիեզերքի լռության։ Բարերը իր շուրջ կլողային յութանքով ազատ ելումուտով։ Տարածք փոխեին, երամ կհակնեին և իր ձայնը առած աստղայինորեն տաղ կսեին։ Տաղը լռության, սև անտառներուն մինչ փայլքը փոքրիկ իրուսին նստած կհյուսեր տաղը։ Անհանդիսատես և անունկնդիր սև անտառներուն։ Մի հատ էլ կարդամ։ Աստղերեն իջած կինը անծանոթ չէր տիեզերքի լռության։ Բարերը իր շուրջ կլողային յութանքով ազատ ելումուտով։ Տարածք փոխեին, երամ կհակնեին, և իր ձայնը առած աստղայնորեն տաղ կսեին։ Տաղը լռության սև անտառներուն մինչ փայլքը փոքրիկ իրուսին նստած կհյուսեր տաղը։ Անհանդիսատես և անունկնդիր սև անտառներում։ Աստղերեն իջած այո կինը մի հատ ես գրեմ էլի